մի բան էլ ավելացնեմ, պարոն վարչապետ, տեսեք, հիմա այն արգումենտացիան, որ ունենք Եվրասիական տնտեսական միությունից, որը վերաբերվում է անվտանգության եւ որակի հարցերին, եթե մեր դիվերսիֆիկացիայի գործընթացը շարունակվում է, ավտոմատ լուծվում է այն խնդիրը, որովհետեւ եթե ինքը մոնոուղղության արտահանում է, այսինքն գնում է միտեղ, այդ դեպքում դա դառնում է բանավեճ, որակ եւ այլն, բայց երբ որ սփռվում է արտահանման ուղիները, այդ դեպքում այդ արգումենտը բերելը, որ կա որակի խնդիր, ավտոմատ անհիմն է դառնում, որովհետև չի կարող լինել որակի խնդիր ընդեղ եւ չլինել, ենթադրենք, մի որևէ այլ երկիր գնալու պարագայում, այսինքն ամեն դեպքում այս process-ը, որ հիմա տեղի է ունենում դիվերսիֆիկացիա, ինքը նաեւ շատ կարեւոր է այդ ընթացակարգային իմաստով ԵԱՏՄ հոսքը վերականգնելու համար։ Ընդ որում ես իմ, այսինքն այնքանով, որ ինչքանով ես գիտեմ ԵԱՏՄ եւ ԵԱՏՄ-ի process-ները եւ աշխատանքը եւ օրակարգը, ես բավականաչափ լավ գիտեմ, իմ կարծիքով այն ինչ որ հիմա մեզ մոտ տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության մի քանի երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու, չէ, որովհետեւ մարդիկ նայելու են, հա, իրանց հետ այսօր տեղի չի ունենում, բայց հիմա դուք մենք կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս process-ների մասին, ես համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրներում այս նույն process-ը առանց հայտարարելու տեղի է ունենում, որովհետև մարդիկ չեն կարող այս այն ինչ որ տեղի է ունենում, իրանք գնահատելու են որպես ռիսկ, որը իրանց առաջ կանգնած է։ Եվ հետևաբար ստեղ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, եւ ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու, որովհետեւ իհարկե ես նաեւ մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրի հետ կապված կարա ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արթնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եվ մենք պետք է ստեղից արդեն հետևություններ անենք։ Էլի եմ ասում։ Հիմա հարցը շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա թե չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք։ Եթե չկա, այլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու, համեցեք։ Պարոն վարչապետ։